Մարդը Աստծո ստեղծած բարդ մի արարած է, որը հազարամյակների ընթացքում գնալով ավելի է բարդացնում իր կյանքը։ Բայց եթե կարճ Աստծո կողմից ստեղծած էակ է, որին թվում է, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Եվ դա էլ խանգարում է իրեն իրականության հետ առերեսվելու գործում։ Մարդուն թվում է, թե 70-80 տարին այն կարճ ժամանակահատվածն է, որի ընթացքում ինքը պետք է հասցնի ամեն ինչ։ Ու քանի որ իրեն թվում է, որ ինքը կարճ ժամանակահատված ունի այդ ամեն ինչին հասնելու համար, իր ամբողջ կյանքը կառուցում է իր պահանջմունքներին, իր շահերին հասնելու, իր պահանջմունքները բավարարելու եւ ընդհանրապես եսակենտրոնության առումով։ Մարդը ընդհանուր առմամբ Աստծո ստեղծած էակն է, որը որ ընդհանուր առմամբ երես է թեքել Աստծուց։ Կանգառի կոճակը սեղմելու համար նախ պետք է ունենալ սեփական արգելակային համակարգը։ Իսկ դա ի վերուս տրվում է ծնողների կողմից կամ Աստծուց, կամ Աստծուց տրվում է ծնողների միջոցով, եւ տարիների ընթացքում նաեւ ձեռք է բերում, ամրապնդվում է արգելակային համակարգ։ Դա մի քիչ ավելի կենցաղային է հնչում, բայց դա իրականում մարդուն առաջ մղող եւ ընդհանրապես ճիշտ կանգառներ կատարելու հնարավորություն եւ ունակություն ապարգևող այն ներքին համակարգն է, որը որ մարդ պետք է ունենա, որպեսզի կանգառները կարողանա կատարել։ Շատ դեպքերում այդ կանգառները եւ շատ դեպքերում մարդիկ, ովքեր որ չունեն այդ արգելակային համակարգը, թվում է, թե այդ մարդկանց, որ սրընթաց արշավելու ու սրընթաց առաջ գնալը, դա կյանքի միակ նպատակն է։ Իսկ շատ դեպքերում ճիշտ վայրում, ճիշտ ժամանակահատվածում, ճիշտ տեղը կանգառ կատարելը առաջի հերթին հենց այդ մարդուն է անհրաժեշտ, ուղղակի կենսական անհրաժեշտություն կարող է լինել, կարող է իր շրջապատի համար մեծ հնարավորություններ բերել եւ ընդհանրապես կարող է նաեւ կյանքեր փրկել։ Նույնը եթե մի քիչ բերենք դեպի մեքենայի, ասենք ավտոմեքենայի արգելակային համակարգին, ապա մեքենան իր արգելակային համակարգը ծառայում են միայն այն պարագայում, եթե արգելակային համակարգից օգտվողը հմուտ է եւ պատկերացնում է, թե ինչ է իր կողքերի շուրջ բոլորը կատարում։ Հետևաբար մարդ արարածը, որպեսզի կարողանա ճիշտ ստոպներ կատարել կամ կանգառները ճիշտ ժամանակահատվածում իրականացնի, ինքը պետք է ի վերուս տրված այդ արգելակային համակարգը ունենա եւ տարիների ընթացքում իրեն պայ ու փայփայ։ Առաքելությունը շատ դեպքերում մարդիկ նմանեցնում են կամ նույնականացնում են պրոֆեսիայի, մասնագիտության, ճիշտ մասնագիտություն ընտրելու կամ կյանքում ճիշտ ընտրություն կատարելու հետ։ Իրականում դա մի քիչ ավելի բարդ, ավելի ընդարձակ հարց է, եւ ընդհանրապես դա իմացաբանական զրույցի շատ խորքային թեմա է։ Որն է քո առաքելությունը, ընդհանրապես որն է այդ հասցեն։ Հասցեն կարծես թե ոչ մեկ չգիտի, որովհետեւ կյանքում քո առաքելությունը դու կարող ես ունենաս մի հատ վերացական մի ձևակերպում, առաքելությունը օրինակ արարելն է, մշակույթ ստեղծելն է, կյանք պարգևելն է, առաջ գնալն է, մարդկանց օգնելն է, պատվար կանգնելն է, հայրենիք փրկելն է։ Սրանք այդ առաքելության հասցեներն են, որոնք որ ժամանակ առ ժամանակ դու կարող ես փոփոխել։ Բայց առաքելության միակ երևի թե դեղատոմսը, եթե կարելի է այդպես ասել, կամ բովանդակային ձևակերպումը առաքելությունը մարդու համար դա մարդ լինելն է։ Այնպես ինչպես որ Աստվածն է արարելիս այդպես պատկերացրել, թե ինքը իր դեմքով, իր նմանին ստեղծելիս ինչ է դրել այդ նմանի մեջ։ Այդ առաքելությունը, այդ ներքին բովանդակային, այդ անդորն ու այդ բովանդակային ինքնությունը հասկանալն է։ Իսկ հասցեները կարող են լինել տարբեր։ Տարբերակում ես խնդիրները եւ տեսնում ես, որ դրանց լուծման համար ինչ է անհրաժեշտ։ Եթե տեսնում ես, որ խնդիրները հաղթահարելու համար դու կորցնելու ես քո մարդ լինելը կամ արժեքային առումով մեծ կորուստներ ես ունենալու,
նշանակում է, որ ոչ թե պետք է այդ խնդիրը հաղթահարես, այլ փորձես վերաձևակերպել այդ խնդիրը, որովհետև խնդիրը ինքը ոչ թե քարին գրված ինչ-որ տենց կոնստանտ մի ինչ-որ բան է, այլ խնդիրը դա այն թնջուկն է, որը որ պետք է դու կարգավորես։ Հետևաբար արդյոք այս պահին խնդիրը, որ դու տեսնում ես քո առջև եւ ունի հստակ ձևակերպում, արդյոք դու ճիշտ ես ձևակերպել այդ խնդիրը, արդյոք խորքային առումով տեսել ես, թե այդ խնդիրը իրականում ինչպես պետք է հաղթահարել։ Հետևաբար չկա այնպիսի խնդիր, որ դու չկարողանաս հաղթահարել, եւ չկա այնպիսի խնդիր, որ հաղթահարելիս դու ռիսկ ունես, որ անպայման պետք է կորցնես քո եսը կամ քո դեմքը։ Հետևաբար, եթե ձևակերպենք, եթե ամփոփենք, խնդիրները, եթե տեսնում ես անլուծելի են կամ դրա լուծման առումով դու կորցնելու ես քո ներքին եսը, ապա դու պետք է այդ խնդիրը վերաձևակերպես, տրոհես իրան մանր խնդիրների եւ մանր քայլերով, մանր լուծումներով գնաս առաջ։ Եթե անձը ինքը իր հետ ներդաշնակ չէ, ինքը անընդհատ ունենալու է խնդիրներ մանր ու մեծ, եւ եթե օրինակ այնպիսի դիրք ունի, որ մարդկանց ճակատագրերն են իր ձեռքում, ապա ներքին ներդաշնակություն չունեցող անձը խաղալու է այդ ճակատագրերի հետ։ Հետևաբար ներքին ներդաշնակություն ունենալ եւ ազատություն ունենալը մարդու համար կարելի ասել գերագույն արժեքն է։ Մնացածը ինչ որ թվարկեցիք, դրանք բոլորը հաղթահարելի են, եթե դու ունես ներքին ներդաշնակություն, ներքին խաղաղություն եւ կոնֆլիկտ չունես ինքդ քո անձի հետ։ Դա ամենակարևորն է։ Մենք ունենք այսօր պարակտված հասարակություն եւ ունենք անհանդուրժողականության մի այնպիսի մթնոլորտ, որտեղ որ աղմուկը, գոռոցը եւ ընդհանրապես այդ աղմուկ ասենք, լավ, որպեսզի ավելի շատ մեծ ձևակերպումների մեջ չմտնենք, այդ աղմուկն է տիրում ամենտեղ։ Եվ անհանդուրժողականությունը, եւ ճիշտ ուղու եւ ճշտի վերաբերյալ տարբեր տեսակետները, եւ նաեւ մարդկային բարձր մակարդակ ունեցող ցինիզմը, երբ որ ապազգային լուծումները ներկայացվում են ազգային կողի ներքո, երբ որ ապազգային մարդիկ ներկայանում են ազգային գործիչների դեմքով, մեծ է գայթակղությունը ժողովրդին մեղադրելու, բայց պետք է հարց տանք եւ բոլորս պատասխանատվությունը հասկանանք, արդյոք վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում եղել ենք պատշաճ ձևով առաջնորդողի դերում։ Մարդիկ, ովքեր ունեցել են առաջնորդելու թե իրավասություն, թե այդպիսի հնարավորություն, արդյոք ամեն ինչ արել են, որպեսզի ժողովուրդը լինի ուսյալ, ժողովուրդը ունենա ազգային արժեքներ, ժողովուրդը լինի ներդաշնակ, ժողովուրդը լինի, այդպես ասած, հանդուրժող մեկը մյուսի նկատմամբ։ Եվ եթե մենք այդ հարցերի պատասխանը ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ պատշաճ այդպիսի առաջնորդություն չի եղել մեր հայրենիքում, այդ նշանակում է, որ ժողովրդի այսօրվա իրավիճակը դա ուղղակիորեն բխում է այդ տոտալ անպատասխանատվությունից, որ տասնյակ տարիներ մենք ունեցել ենք։ Ես նպատակով եմ մենք ասում, որպեսզի իմ սեփական անձը չտարանջատեմ մնացածին, որովհետև չի կարելի անմասն մնալ այս ամեն ինչից։ Եթե ունենք այսպիսի մեծ կոնֆլիկտային իրավիճակ, հանրային այսպիսի անհանդուրժողականության մթնոլորտ, նշանակում է, որ յուրաքանչյուրս ինչ որ մի պահի մեր դերակատարման շրջանակներում ձախողել ենք կամ համենայն դեպս չենք հաջողել այն մակարդակով կամ այն աստիճանով, ինչը մեզանից որ պահանջում էր։ Հետևաբար ինչ անել, պետք է խոսել ժողովրդի հետ ու ազնիվ խոսել։ Շատ դեպքերում այդ ազնվությունը կարող է ունենալ քո նկատմամբ քո քաղաքական հավակնությունների, քո քաղաքական նկրտումներին դեմ լինի, ոչինչ, դու պետք է լինես ազնիվ եւ արդար։ Ամեն ինչ կառուցվում է արդարության եւ ազնվության վրա։ Եվ եթե դու օրինակ անազնիվ լինես եւ այսօր էլի գնաս պարակտման, առճակատման, այդ բաժանման, այն տխրահռչակ սցենարներով, ինչը որ վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, դու ոչինչով չես տարբերվի, դու կլինես հերթական մի գաստրոլյորը, որը որ եկել է եւ սեփական ինչ որ բաներն է ուզում, ամբիցիաներն է ուզում տանի առաջ։
ես կուզեի, որ այսօրվա քաղաքական դաշտում գտնվողները ցավալիորեն պետք է միտք ասեն, որը որ կարծես թե ծեծված է, բայց գիտակցեն պայլրջությունը, գիտակցեն, որ այն ամսաթիվը, որ մենք գիտենք, որ գալու է 2 ամիս հետո, դա կամ վերջակետն է, կամ սկզբնակետը։ Ընտրությունը բոլորինս է։ Վերջակետ ենք դնում այս պատմությանը, որը ուներ հազարամյա ինչ-որ մի թեկուզ եւ կտրտված, բայց ինչ-որ մի պատմություն, թե սկզբնակետ կարող է դառնալ հառնելու, վերապրելու եւ նորը ստեղծելու։ Բոլոր այդ հարցը պետք է իրենց տան։ Եվ եթե ազնիվ գտնվենք բոլորս, ապա կտեսնենք, որ այսօր վերևի մակարդակում, խաղացողների մակարդակում, քաղաքական գործիչների եւ այդպիսի հավակնություն ունեցողների մոտ եթե լինի ընդհանուր առմամբ հա երաշխություն, հա անդուրժողականություն, նույնիսկ եթե կա քաղաքական մրցակցություն, ապա կարծում եմ, որ դրա նաեւ կազդի հանրային իրավիճակին եւ հանրային, այդպես ասած, տեսակետներն ու կարծիքին։ Մենք մեր ապրելու ձևով, Աստծուն հավատալու, Աստծուն երկրպագելու եւ նրա ասած ճանապարհով ուղղորդվելու առումով մենք այդ հավատացյալը եղել ենք, թե չէ։ Գիտեք, այդ հարցին, եթե ամեն մեկը ազնվորեն ներքուստ պատասխանի, կարող է հանկարծ պարզի, որ դե հա, ես հավատում եմ Աստծուն, հաճախում եմ եկեղեցի, մոմ եմ վառում, բայց կարծես թե այդքանով սահմանափակվում է իմ Աստծու հետ իմ հաղորդակցությունը։ Ես սա համընդհանուր եմ ասում, որովհետև ժողովուրդը դարձի գալու մի մեծ բան ունի, պահանջ ունի։ Այ դարձի գալու մեծ պահանջ ունի, այսինքն դեպի Աստված գնալու մեծ պահանջ ունի։ Եվ գիտեք, կարող է տարօրինակ բան ասեմ, բայց այսօրվա իշխանությունների այդ հավատի հանդեպ, հայ առաքելական եկեղեցու հանդեպ այս նկրտումներն ու արշավը կարծես հակառակն է, հակառակ ռեակցիան է տալիս։ Ժողովուրդը վերադառնում է դեպի Աստված, դեպի իր եկեղեցի, դեպի իր հավատ։ Հետևաբար այս գործողությունները իրենք կարող է նաև հանրության մի փոքր զանգվածի մոտ առաջացնեն, այսպես ասած, գոհունակություն եւ իրենք լինեն հետևորդ այդպիսի գործողությունների եւ այդպիսի արշավի, բայց հանրության մի մեծ մասի մոտ ես ականատես եմ եղել, որ դեպի եկեղեցի, դեպի Աստված, դեպի հավատ գնալու մի մեծ ալիք է առաջացել։ Եվ եթե մենք մի փոքր սարկաստիկ ձևակերպենք, ապա միգուցե պետք է շնորհակալ լինենք այն արշավանքից, որ այսօր ձևակերպել են այսօրվա իշխանությունները։ Բնականաբար այդ արշավը որևէ բանի չի հանգեցնելու, եւ իրենք արդեն իրենց նախընտրական քարոզներում եւ նախընտրական ծրագրում հայ առաքելական եկեղեցու վեհապարի հանդեպ ունեցած իրենց պայքարը դարձրել են նախընտրական թեզ։ Այո, մեզանից ուզում են խլել հավատը, բայց պետք է արդար լինենք եւ ձևակերպենք, արդյոք մենք ունեինք այդ հավատը։ Եկեք մի հատ ավելի մեծ նպատակ ձևակերպենք մեզ բոլորիս համար։ Եկեք մենք ինքներս դարձի գնանք դեպի Աստված, վերադարձ դեպի հայ առաքելական եկեղեցի, վերադարձ դեպի հավատ եւ այդ ժամանակ ոչ մի ժամանակավոր խմբակ կամ ժամանակավոր ինչ-որ մի վարչախումբ չի կարող որևէ ձև սեպ խրել հավատի եւ մարդու միջև։ Բայց հավատ ունենալ եւ հավատին վերադարձ շատ կարեւոր է։ Իրական արժեքը երևի մարդ լինելն է։ Մարդ, որը ունի պատասխանատվության զգացողություն, ունի անսահման սեր դեպի իր ընտանիքը, դեպի իր հայրենիքը, սա երևի արժեքների հիմնական բնորոշումն է, որն է արժանիքը։ Արժանիքը այդ արժեքները գիտակցելն է եւ այդ արժեքներով ապրելը։ Եթե այդ արժեքները չես գիտակցում եւ այդ արժեքներով չես ապրում, մնացած արժանիքները դրանք ձեռքբերովի են եւ արհեստական, որովհետեւ դու կարող ես լինես լավ մասնագետ, կարող ես լինես, չգիտեմ, լավ քաղաքական գործիչ, չգիտեմ, այդ լավ քաղաքական գործիչ արտահայտությունն էլ մի քիչ բան հնչեց իհարկե, բայց կարող է լինես ինչ-որ լավ արհեստավոր, բայց եթե այն արժեքը դու չես կրում, դու այդ արժեքի կրողը չես, ապա այդ արժանիքները դրանք ուղղակի բուտաֆորիաներ են։ Հետևաբար արժանիքը
սեփական արժեքը գիտակցելն է, այն արժեքը, որը որ գալիս է Աստծուց։ Կարելի է այսպես ձևակերպել։ Մարդ արարածը ինքը ամենալավն է ճանաչում ինքը իր անձին։ Եվ ներսում մենք բոլորս գիտենք, թե ինչեր ունենք, լավ ու վատ կողմերը մեր, չէ՞։ Եթե դու այդ լավ ու վատ կողմերով դու ինքդ քեզ հարգում ես, դա նշանակում է, որ դու արդեն արժեք ունեցող մարդ ես։ Եթե մարդ ինքը իրեն հարգում է, եթե ունի հստակ շրջանակ գծած արժեքների, որի մեջ ինքը ապրում է, ապա կարմիր գծերը հենց այդ շրջանակի գիծն է։ Հետևաբար դու քո համար գծում ես այն շրջանակը, քո արժեքների շրջանակ եւ այնտեղ ապրում ես քո ներսի հետ ներդաշնակ, քո ընտանիքի եւ հայրենիքի հետ սիրով եւ ներդաշնակությամբ։ Այդ շրջանակը քո հենց կարմիր գծով կատարված եզրագիծն է, որից դու եթե հատեցիր մեկ անգամ, ուրեմն դու արդեն չունես դեմք, քո դեմքը կորցրել ես եւ արժեք չունես։ Հիշում ենք ժողովրդական ասացվածքը, որ ստի ոտը կարճ է, չէ՞։ Դժվար է ապրել առանց ստի, դժվար է ապրել միայն ճշմարիտը խոսելով եւ ճշմարիտ լինելով, բայց այդ դժվարությունն էլ հենց այն ուղին է, որը որ մեզ տրվել է ի վերուց եւ ասում է, որ գնա այս դժվար ճանապարհով։ Այս ճանապարհը դժվար է, բայց գնա։ Ես վստահ եմ, որ քաղաքականության մեջ եւս սուտ չպետք է լինի։ Եվ ընդհանրապես արհեստականորեն են տարանջատում քաղաքականությունը իրական կյանքից։ Ասում են, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ոչ։ Մենք ասում ենք, որ այդպես չի։ Կյանքում դու ինչպես որ կաս, պետք է լինես նաև քաղաքականության մեջ։ Ուղղակի քաղաքականության մեջ դու կարող ես ունենալ ժամանակավոր, այսպես ասած, ժամանակավոր շահեր, եւ այդ շահերի շուրջ ունենաս ժամանակավոր, ասենք, համախոհներ։ Պահի թելադրանքով կարող է դա այդպես լինել, բայց նույնիսկ այդ պահին, եթե դու ժամանակավոր քո համար խնդիրներ, ժամանակավոր թիրախներ ես դնում եւ ժամանակավոր, այսպես ասած, պահի ազդեցության եւ այդ շահերի ներքո համախմբումներ ես կատարում, դու այդտեղ էլ պետք է լինես ազնիվ միջև վերջ։ Եվ գիտեք, անպայման չի սուտ խոսել։ Դու կարող ես ուղղակի ճշմարտությունը միջև վերջ չասել։ Հասկանում եք, դրա մեջ տարբերություն կա։ Ասենք նույնիսկ ասում են, կարելի է արդյոք սուտ խոսել հանուն, օրինակ, մեծ ինչ-որ մի բանի։ Ճշմարտությունը միջև վերջ չասել կարելի է հանդուրժել, բայց ստախոսությունը որևէ դեպքում, որևէ պարագայում, նույնիսկ քաղաքականության մեջ չի կարելի եւ ընդհանրապես անընդունելի է։ Մարդը ունի հիմնարար իրավունքներ եւ պարտավորություններ, չէ՞, բայց ընկերության մեջ կան միայն պարտավորություններ։ Ընկերությունը դա սեփական պարտավորության գիտակցումն է դիմացինի նկատմամբ, ու երբ որ տեսնում ես, որ դա փոխադարձ է, ապա օրինված է այդպիսի ընկերությունը։ Ընկերությունը ինքը ընտրովի է, նմանը նմանին է ընտրում եւ օրինված է այն մարդը, որ անընդհատ իր ընկերական շրջապատում մտովի ոնց որ քննության է առնում ու տեսնում, որ իր ընտրությունը միշտ եղել է ճիշտ։ Հայրենիքը դա կենսատարածք է։ Եթե մի քիչ պրագմատիկ խոսենք, որը գծվում է այստեղ։ Դա որևէ քառակուսի մետրով չափելի չի։ Բնականաբար հայրենիքը դա պետությունը չի։ Ինչ է քեզ պետք, որ դու լինես երջանիկ։ Ինչն է պահում այդ հողի վրա։ Պատմությունդ, պապերդ, քո գիտակցությունը, հազարամյակներից եկող պարտավորեցնող պատմական հիշողությունը, այդ պատմական հիշողությունն ու գիտակցելը, պատմական ժառանգությունը ստանալը եւ հետագա գալիք սերունդներին փոխանցելու համ գիտակցությունը, համ կարողությունը, այս ամեն ինչի համախումբը եւ հենց այդ հայրենիքն է։ Իսկ եթե կարճ, հայրենիքը քո մայրն է։ Այ որ նայում ես մայրիկիդ աչքերի մեջ, զգում ես, թե ինչ է հայրենիքը։ Եվ հայրենիքին էլ վերաբերում ես որպես այնպես, ինչպես քո մորն ես վերաբերում, չէ՞։ Հետևաբար հայրենիքը դա այն կենսատարածքն է, որին դու սիրում ես այնպես, ինչպես քո մորն ես սիրում։
հայ մարդուն կասեմ, որ ակունքներին վերադառնալու ժամանակն է։ Ինքնութենական հիմքերը գիտակցելու ժամանակն է։ Հիշենք ով ենք մենք, որտեղից ենք գալիս, առնվազն Հայկ Նահապետից սկսած մի հատ պատմական ռևիզիայի ենթարկենք մեզ, դասերը, որոնք ժամանակ առ ժամանակ գալիս են ցավոք սրտի եւ մենք այդ դասերից երևի թե լավ չենք քաղում այդ դասերը, ինչ ենք ուզում, ինքնութենական հիմքերի մի շատ կարևոր հատվածներից մեկն էլ դա է, որ մենք ունենք արդյոք գիտակցություն, թե ուր ենք գնում, ինչի համար եւ ընդհանրապես որն է մեր պատմական առաքելությունը որպես ազգ։ Այս ռևիզիաները ես կուզեի, որ հայ մարդը գիտակցի ու վերադառնա իր ակունքներին։ Այնպես ինչպես որ մենք անտառում մոլորվելիս ցկտում ենք գտնել են սկզբնակետը, որտեղից որ մտել ենք անտառ, չէ՞, այսինքն այդ կետը, դա էլ մեր սկզբնակետն է, մեր ակունքները։ Գնալ տեսնել ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ որն է մեր պատմական առաքելությունը։ Դա շատ կարևոր է։